զրահավորվեցինք և պատրաստվեցինք։ Հիմա ձեզի հարցնենք, ոնց եք, լավ եք։ Ուրախ եք, որ եկաք։ Դավիթ մարգարեն ասում է, երբ ասեին Տերոջը տունը գնանք կուրախանայի։ Եկեղեցին Աստծո տունն է, մենք Տերոջը տունն ենք։ Ուրեմն ուրախ եք, որ այստեղ եկաք։ Այո, շատ ուրախ եք։ Եվ Տերոջը ներկայությունն է։ Հիսուս ասեց, որտեղ որ 2-3 հոգի հավաքվեն, ես ներկա եմ։ Եվ մինչև 1-2 օր չէ, մինչև աշխարհի վերջը ես ամեն օր ձեզի հետ եմ, փառք Տերոջը, հիմա Տերոջ ներկայություն ենք վայելում եւ ասենք փառք ես Տեր Հիսուս, շնորհակալ ենք խոստումիդ համար, որովհետեւ դու ասեցի, որ այստեղ ներկա ես, քու ներկայությունդ կա, քու օրհնությունդ ենք սպասում, օրհնես յուրաքանչյուրս, քու ներկայությամբ մեզ ուրախացնես։ Ուրեմն այսօր պաստարը չդրենք այստեղ, 1-2 անգամ դրել էինք, դարաստանների պաստարը, մենք տեսանք 5 տարբեր դարաստաններ կային, չէ, հավատացյալների դարաստանը, որ խաչով կատարվեց և օդի մեջ էլ պիտի կատարվի, որպես որդիներ և որպես ծառաներ։ Հաջորդ 3-րդ դարաստանը Ագա Քրիստոսի դարաստանն է, որ տեղի պիտի ունենա նեղության շրջանին։ 4-րդ դարաստանը ազգերի դարաստանն է, որ տեղի պիտի ունենա, երբ որ Տեր Հիսուս վերադառնա փառքով ու զորքով, եւ դա պիտի կատարվի Հովսաբադի հովիտը Երուսաղեմի արվարձանների մեջ ազգերը պիտի հավաքվեն եւ պիտի ընտրե ինքը եւ դարաստան պիտի անի եւ պիտի որոշի թե ով պետք է մտնի հազարամյա թագավորությունը եւ ով պիտի արգելվի։ Հաջորդ դարաստանը հազարամյայից հետո վերջի դարաստանն է, Ջերմագաթորի դարաստանը, որտեղ որ պիտի դատվեն մեռած մեղավորները եւ ապստամբ հրեշտակները։ Հիմա մենք դեռ առաջի դարաստանի վրա ենք, մեղքի դարաստանը, որ կատարվեց Քրիստոսի խաչով, Քրիստոսի խաչի վրա, դա ամենամեծ դարաստանն է, որ կատարվեց Քրիստոսի խաչելությամբ։ Եթե Նոյի ջրհեղեղի դարաստանը տեղի ունեցավ եւ բոլոր աշխարհը դադարեցվեց ջրհեղեղով, բայց Նոյը իր ընտանիքով գոնե փրկվեց։ Այս անգամ Աստված նայեց մեկը չկա։ Աստծո առջև բոլորը խոդորեցին, անբիդան եղան, ամենը փառքից ընկել էին, մեկը չկա, Աստված վերևից նայեց, եթե մեկը գա, բայց տեսա մեկը չկա, ուստի իր բազուկ իրեն օգնություն հրավ։ Եվ միածին որդին խրգեց, որբեսի այս փրկությունը կատարի ինքը։ Ուրեմն մեր դարաստանը մեղքի մասին մենք տեսանք Քրիստոսի խաչելույթությամբ, Քրիստոսի մահով բոլոր մարդկությունը խաչը բարձրացավ։ Եվ Աստծո առջև բոլորը մեռած են համարվում։ Անկախ նրանից նրանք կհավատան թե չեն հավատա։ Ես մի քանի համարներ էի բերել, վկայություն էի բերել այն մասին, որ ցույց էր տալիս Քրիստոսի եւ մեր միությունը փաստող համարներ։ Մի համար դարձյալ ես բանանեմ, գրգնեմ, Հռոմեացիս 6-րդ գլխից է, Հռոմեացիս 6-րդ գլուխ եւ 6 համարն է։ Սկզբից կարտամ, ալ հիմա ինչ պիտի ասենք մեղքի մեջ մնանք արդյոք, որբեսի շնորհքը շատնա, Քավլիցի։ Մենք որ մեղքին մեռանք,
Երբ մերանք, երբ որ Քրիստոս խաչի վրա մեռավ։ Քավլեցի, մենք որ մեղքին մերանք, ինչպես Տեր անոր մեջ կենանք։ Դարձյալ հիշեցնեմ, մենք որ մեղքին մերանք, մեղքը ինչ էր։ Մեղքը դա հին մարդն է։ Հին մարդը։ Ասված հին մարդը, Ադամը մահվան դադարեցրեց Քրիստոսի խաչի վրա մեռնելով։ Ուրեմն մեղք, որ ասում ենք, դա մեր հին մարդն է։ Չեք գիտեր, թե մենք, որ Հիսուս Քրիստոսով մգրդվեցանք, անոր մահվանը մգրդվեցանք, անոր հետ թաղվեցանք մգրդությունով մահվան համար, որովհետեւ ինչպես Քրիստոս հորը փառքով հարություն արավ մերելներեն, այնպես մենք կյանքի նորոգության մեջ պտտենք։ Վասնզի եթե մենք տնգագից եղանք անոր մահվանը նմանությունով, նաև անոր հարության նմանությունով նալ գծորդ պիտի ելանք։ Զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որբեսի մեղքի մարմինը, հին մարդու մարմինը, փչանա, որբեսի ասկե հետև մեղքին հին մարդուն չձարայենք։ Ուրեմն բաներ կա, որ հավատացյալը պետք է որ իմանա։ Դա շատ կարևոր է։ Եվ եթե չիմանա, կարող է սխալ բաների մեջ ընկնի։ Ինչպես օրինակի համար մերելների հարության մասին առաքյալը ասում է. Ննջեցյալների վրայով դքետ չլինենք, եթե հավատում ենք, որ Հիսուս մեռավ եւ հարություն արավ, Աստված մեզ էլ Քրիստոսի միջոցով պիտի բերե։ Ննջեցյալների վրայով դքետ չպետք է լինենք, այսինքն պետք է իմանանք ննջեցյալների վրայով ինչ պիտի լինի, պետք է որ իմանանք։ Այստեղ 6-րդ համարի մեջ ասեց. Զայս գիտնանք, պետք է որ իմանանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչի ելավ, և սա շատ կարևոր է։ Այ 3-րդ համարի սկզբից էլ ասեց, չեք գիտեր, թե մենք որ Հիսուս Քրիստոսով մգրդվեցանք, ինչի մգրդվեցանք, անոր մահվանը մգրդվեցանք, անոր հետ թաղվեցանք մգրդությունով, ջերի մեջ թաղվեցանք, մահվան համար, որբեսի ինչպես Քրիստոս հորը փառքով հարություն արավ մերելներեն, մենք էլ թաղված ջերի մեջից դուրս կանք, այնպես կյանքի նորոգության մեջ ապրելու համար, որպես թե հարություն արած։ Քրիստոսի հետ մերանք, Քրիստոսի հետ հարություն արանք, մգրդությունը դա այդ խորհուրդն է։ Ուրեմն զայս գիտնանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ։ Եվ սա կարևոր է շատ, որբեսի մեղքի մարմինը փջանա, փուջի դուրս կա, որբեսի ասկեդև մեղք չգործենք, չձարայենք մեղքին։ Վասնզի այն, որ մեղքի մերած է, մեղքի արդարացած է։ Ուրեմն չինացի մի հավատացյալ կա, իր գրքի մեջ նորմալ քրիստոնեական կյանքը վերնագրով գրքի մեջ հետևյալն է ասում սրա մասին, այստեղի մասին։ Ասում է, սա ճիշտ քրիստոնեական հոգևոր կյանքի զարգացման ընթացքի մասին է խոսում, 3 փուլերից է կազմված։ Առաջինը գիտնալ, պետք է գիտնանք, երկրորդը սեբել, այսպես դուք, այսինքն Քրիստոսի վրայով, այս գիտնալու հիման վրայով, այսպես դուք ձեր անձերը մեղքի մերած սեբեցեք։ Զայս գիտնանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ,
իմանալու հիման վրա է, որ մենք մեղքի մեռած պիտի սեբենք մեզի։ Եթե մենք չիմանանք, որ Քրիստոսի հետ խաչի ելանք, մեղքի մեռած սեբելը հիմք չի ունենա։ Ինչ հիման վրա մենք մեղքի մեռած պիտի սեբենք մեզի։ Ուրեմն երրորդ աստիճանն է, այս գիտնալով մենք մեզի մեռած պիտի սեբենք, եւ երրորդը այս սեբելուց հետո պիտի հանձնվենք իրեն, մեր մարմնի անդամները պիտի հանձնվենք Տերոջը։ Ապա ձեր անձերը Աստծո ընծայեցեք։ Ուրեմն գարկը այս էր՝ գիտնալ, սեբել, հանձնվել։ Եվ շատ կարևոր է սա։ Ասացի մեր հին մարդը անոր հետ խաչի ելավ։ Հիմա որ ես մարմնովս կաբրիմ, անոր որդվին հավատքովը գաբրիմ։ Ես Քրիստոսի հետ խաչի ելա եւ ալ կենթանի եմ ոչ թե ես, ապա Քրիստոս կենթանի է իմ մեջս։ Այս է հերթականությունը հավատացյալի համար։ Մի ուրիշ գեղեցիկ համար էլ կար, Երկրորդ Կորինթացիս 5:14-ը, որտեղ որ ասում է Քրիստոսի սերը մեզ ստիպում է։ Քրիստոսի սերը մեզ պիտի ստիպի ամեն բանի մեջ։ Քրիստոսի սերը մեզ ստիպում է։ Եթե մեկը ամենի համար մերան, ուրեմն ամենն էլ մերան։ Ամենի համար մերավ, որբեսի գենթանի եղողները իրենց անձին էլ գենթանի չլինեն, հաբա ում համար, նրա համար, որ մերավ և հարություն արավ։ Ուրեմն մեկը եթե Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծված մնե հիներանցան, ամեն բան Քրիստոսի մահվամբ և հարությամբ ամեն բան նոր եղավ։ Ուրեմն կարևոր բան է, եղբայրներ քույրեր, սա իմանալը, մեր միությունը Քրիստոսի խաչելությամբ, նրա մահով մեռանք և նրա հարությամբ էլ կենդանացանք նոր կյանքով, նոր կյանքի համար, Աստծո համար, ապրելու համար։ Քրիստոսի խաչելության մի օրինակ որպես վերցնենք Հովանու ավետարանի 3-րդ գլխից, Հովանու ավետարանը 3-րդ գլուխ։ Եվ ինչպես Մովսես անաբադի մեջ օծը բարձրացուց, այնպես պետք է որ որդի մարդով բարձրանա, որբեսի ամեն ով որ անոր հավատաց չգործվի, հաբա հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն անաբադի մեջ բարձրացված օծը, որ Մովսես բարձրացրեց, դա խորհրդանշում էր Քրիստոսի խաչելությունը։ Հիմա մի համար, երկու համար գարտանք այդ դեպքը, որտեղ որ գրված է Թվոց գրքի մեջ, Թվոց 22-21 գլուխն է, որտեղ որ արձանագրված է այդ դեպքը և 6 համարը։ 4 համարից կարտան, որպեսզի ամբողջացնենք։ Ու Եդոմի երկրի բոլորդիքեն անցնելով հովր լերնեն, գարմիր ծովուն ջամպայեն չուվեցին և ջամպու մեջ ժողովուրդին սիրտը նեղացավ։ Եվ ժողովուրդը Աստծո դեմ ու Մովսեսի դեմ խոսեցան ասելով. ինչու մեզի Եգիպտոսի հանեցիք, որ անաբադի մեջ մերցնեք,
Քանզի հաց չկա, ջուր չկա, եւ այս չնչին հացեն մեր սիրտը զզվեր է։ Եվ դերը ժողովրդին վրա գիզող օծեր, խայթող օծեր ղրվեց ու խածին ժողովուրդը, այնպես որ Իսրայելը շատ ժողովուրդ մեռան, տասնյակ հազարներով մեռան։ Եվ ժողովուրդը Մովսեսի եկան ու ուսին, դերոջը դեմ ու քեզի դեմ խոսելով մեղանչեցինք։ Աղոտ կրե դերոջը, որ մեր վրային օծերը վերցնե։ Եվ Մովսես ժողովրդին համար աղաչեց, եւ դերը ըսավ Մովսեսի, քեզի գիզող օծ մշինե։ Ու զանիգա ձողի վրա դիր, եւ ըլլա թե ով որ խազնվի, անոր նայի ու աբրի։ Եվ Մովսես բղնձե օծ մշինեց, ու զանիգա ձողի վրա դրավ, եւ եղավ որ օծմը երբ մարդ մը գխածներ, անիգա բղնձե օծին նայածին բես կարող չանար։ Հետաքրքիր է, չէ՞։ Օծը խայտում էր, երբ այդ ցիցը ելած խաչի, այսինքն բղնձե օծին նայում էին եւ օծի թույնից ազատվում էին, փրկվում էին։ Ովքեր որ չէին նայում, մեռնում էին։ Եվ շատերը մեռան այդպես։ Հիմա Բողոս Արաքյալը մեզի խորհուրդ է տալիս այդ օրինակը վերցնելով, որտեղ է առաջին Կորինթացիս թղթի մեջ է 10-րդ գլուխն է, առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը, որտեղ որ արձանագրված է 9-րդ համարի մեջ։ Եվ Քրիստոսը չփորձենք, ինչպես անոնցմե ոմանք փորձեցին ու օծերեն ջարդվեցան։ Նրանք փորձեցին, դերը փորձեցին, Մովսեսը փորձեցին եւ օծերեն ջարդվեցան։ Ուրեմն Քրիստոսը չփորձենք ասում է Արաքյալը, ինչպես անոնցմե ոմանք փորձեցին ու օծերեն ջարդվեցան։ Օծերը խորհրդանշում էին սատանան, իսկ բղնձե օծը խորհրդանշում էր խաչելությունը։ Եվ Քրիստոս խաչի վրա մեռավ, բարձրացավ խաչի վրա, որպեսզի մեղքի թույնից առաջացած մահը խափանի, որպեսզի ամեն ով որ նրան նայի չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որպեսզի աշխարհը դադե, հապա որպեսզի աշխարհը անով փրկվի։ Այստեղ երկու բան ենք տեսնում մենք։ Որպեսզի աշխարհը դադե, իր որդին չղրգեց Աստված աշխարհ, որպեսզի աշխարհը դադե, այլ որպես աշխարհը անով փրկվի։ Բայց Աստված ինչ արեց, աշխարհը դադեց չէ։ Քրիստոսի խաչելությամբ Աստված բոլոր հին ստեղծագործությունը դադաստանի հանեց։ Բոլոր հին Ադամի մեջ եղածները, հին ստեղծագործությունը Քրիստոս իր խաչով մահվան մատնեց, դադաստան տեսավ, մեծ դադաստան տեսավ Աստված։ Նայեցավ մեկը չկար, ուստի իմ բազուկս ինձի օգնություն հրավ։ Քրիստոսի մեռնելովը բոլոր ստեղծագործությունը մահվան դադարեցեց, բայց Աստծո նպատակը աշխարհը դադարել չէր, աշխարհը փրկել էր, բայց փրկության միակ միջոցը այդ էր։
մեղքը պիտի դադարեցներ մահվան Քրիստոսի խաչով, որովհետեւ նրա հարությամբ նոր մի ստեղծագործություն մեջտեղ բերի, նոր աթամի մեջ, վերջի աթամի մեջ, Քրիստոսի մեջ, որովհետեւ ամեն ով որ նրան հավատա չգործվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Այն որ կհավատա անոր չի դադարեցվիր, եւ այն որ չի հավատար, անիկա արդեն դադարեցված է, երբ դադարեցվեց, երբ Քրիստոս խաչի վրա իր կյանքը զոհեց։ Ամբողջ ստեղծագործությունը մահվան դարավ։ Միայն իր հարությամբ է որ հավատացողներին մահվանից կյանքի փոխեց։ Կարծում եմ հասկանալի է, չէ՞։ Մեզի պետք է գիտնալ այս բաները, դրանք կարևոր են շատ։ Քրիստոս խաչը բարձրացավ, որպեսզի մեղքի թույնից առաջացած մահը խափանի։ Մենք կարդում ենք Եբրայեցիս 2-րդ գլուխ, որտեղ գրված է որդիները ուստի որտեղ զավակները մարմինին ու արյունին հաղորդ եղան, ինքն ալ նմանապես անոնց բաժանորդ եղավ, որպեսզի իր մահովը փչացնե նրան, որ մահվան իշխանությունը ուներ, այսինքն է սատանան, եւ ազատեց անոնք, որ մահվան վախով միշտ ծառայության մեջ կաբրին, իր մահովը փչացնե նրան, սատանայի ներգործությունը, ուժը, մեղքը, թույնը օծի, չեզոքացնի, խափանի, փուջի հանի, որպեսզի հավատացյալները էլ մահվանից չվախենան, որտեղ մարդիկ մահվան վախով մի ծառայության մեջ են ապրում։ Այսօր փառք Տերոջը, որ մենք մահվան սարսափից ազատված ենք, որտեղ մենք մահվանից կյանքի ենք փոխված։ Եթե կհավատանք, որ Հիսուսի հետ մեռանք, նրա հետ էլ հարություն պիտի առնենք։ Գարտամ Հովաննու 12-րդ գլխի 32 համարը, Հովաննու 12-րդ գլուխը, և 32 համարը, հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը, սատանան, դուրս պիտի ցկվի։ Ես երբ երկրե բարձրանամ, ամեն ալ ինձի պիտի քաշեմ։ Ես երբ երկրե բարձրանամ ասածը, խաչը պիտի բարձրանար։ Քրիստոս խաչը պիտի բարձրանար, ամեն ալ ինձի պիտի քաշեմ։ Ուրիշ մի համար, 8-րդ գլխի 28 համարը, Հովաննու 8-րդ գլուխը, իսկ Հիսուս ըսավ անոնց, երբ որդի մարդով բարձրացնեք, այնտեղ ասեց, եթե բարձրանամ, պիտի բարձրանամ, այստեղ ասեց, եթե որդի մարդով բարձրացնեք, այսինքն նրանք պիտի խաչային, այն ադեմ պիտի գիտնակ, թե ես եմ, ու ինքիր մեզ բամը չեմ աներ, ապա հայրը, ինչպես ինձի սորվեցուց, այնպես կխոսիմ։ Ուրեմն երբ իրեն բարձրացնեն, հետո պիտի իմանային շատերը, որ դա Քրիստոսն էր, որին խաչել էին իրենք, ու երբ որ ես բարձրանամ, ամեն էլ ինձի պիտի քաշեմ։ Հովաննու 6-րդ գլխի մեջ գարտում ենք հետևյալը եւ 40 համարը։ Քանզի զիս խրգողի գամքը այս է, որ այն ամենը որ
կտեսնե որդին եւ կհավատա անոր հավիտենական կյանք ունենա։ Ես ալ անոր հարություն արդել դամ վերջին օրը։ Քանզի այն ամենը որ կտեսնե որդին եւ կհավատա ով որ այդ բանձե օծին տեսնում էր, նայում էր, ուրիշ բան չէր անում։ Թունավորվածությունից ազատվում էր, թույնի զորությունից ազատվում էր, որովհետև Աստծո խոսքին էր հավատում, բայց նրանք որ չէին հավատում, որ բանձե օծը ինչ է, որ բանձի գդորը ինչ պիտի անի ինձի, նրանք օծի թույնից մեռնում էին։ Ուրեմն կարևորը հավատալն էր Աստծո խոսքին։ Մենք պետք է որ Աստծո խոսքին հավատանք, որ Հիսուս մեր մեղքերի համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Մենք Աստծո խոսքին պիտի հիմնվենք, պիտի հավատանք, մեր մարդկային դրամաբանության պիտի չնայենք։ Խաչի քարոզությունը գործվածների համար հիմարություն է։ Նույն է որ ասեն այդ բանձի օծին նայելով ինչ պիտի լինի, հիմարություն է։ Ես կերտամ դեղաբույսեր կհավաքեմ, ինձ դեղորայքով կբուժեմ։ Մենք մեր մարդկային դրամաբանության պիտի չնայենք։ Մենք Աստծո խոսքին պիտի հավատանք, պիտի վստահենք։ Խաչի քարոզությունը անհավատների համար հիմարություն է, գադարյալ հիմարություն։ Մեկը որ խաչի վրա մեռնում է, ինչպես կարող է ինքը փրկիչ լինել։ Դրամաբանական է միթե, ոչ, դրամաբանական չէ, մենք մեր դրամաբանության չենք նայում։ Մեր դրամաբանությունները մեզի դժոխք են դանելու։ Մենք Աստծո խոսքին ենք հավատում, նրա խոսքին ենք հիմնվում։ Բայց մեզի հավատացողներից Աստծո զորությունն է, Քրիստոսի խաչելությունը, Աստծո զորությունն է, որի միջոցով մեզի եղավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Այն ամենը որ գտեսնե որդին եւ գահավադա անոր հավիտենական կյանք ունի։ Հիսուս ասեց. դուք ինձ տեսակալու չեք հավատար։ Եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնիք։ Եվ դուք չեք կարող գալ այնտեղ, որտեղ որ ես կերտամ։ Ուրեմն բաղանձե օծը չէր բժշկողը, այլ հավատքն էր, որ Աստծո խոսքի վրա հիմնված էր։ Ուրեմն մենք տեսանք քավությունը, դա շատ կարևոր մի բան է, որը դեղի ունեցավ Քրիստոսի խաչելությամբ։ Քրիստոս իր արյունը թափեց, որովհետեւ Աստված քավություն անի մեղքին։ Կարևոր չէ, որ անպայման քավության վարտաբեդությունը խորաբես մենք գիտակցենք։ Կարող է եւ չգիտակցենք։ Մենք պետք է որ հավատանք։ Կարևորը հավատալն է, որովհետեւ առանց քավության, որը Հիսուսի արյունը թափվել, առանց Հիսուսի արյան թափվելուն հաշտություն չկար մարդու եւ Աստծո միջև, խաղաղություն չկար, փրկություն չկար, բարեկամություն չկար առանց արյան։
Ուրեմն տեսանք մեր միությունը Քրիստոսի հետ, մենք Քրիստոսի հետ խաչ ելանք եւ ալ կենթանի ենք ոչ թե մենք, հապա Քրիստոս կենթանի է մեր մեջը։ Ուրեմն խաչի միջոցով կատարվեց սա։ Ընդհանրապես պատմություններ չեմ սիրում ասել, բայց մի պատմություն կա հորինված, որ ֆրանսիական պատերազմի ընթացքում երբ մի մարդու կանչում են պատերազմի մասնակցելու եւ մարդը չի ուզում գնալ եւ իր փոխարեն մեկը վարձում է դրամով որովհետեւ իր փոխարեն գնա անել գնում է ռազմադաշտում մահանում է մարդը եւ հիմա նորից այդ մարդուն կանչում են այս մարդն էլ ասում է ես մերած եմ համարվում ես չեմ կարող գալ քաշշուկ այս կոմենգոմ խոսքը ասում է մինչև Նապոլեոնին քնում զննում է Նապոլեոնը տեսնում է որ այդ մարդը իր փոխարեն ուրիշին է վարձել նա էլ մերել է պատերազմում ռազմաճակատում հիմա նորից այդ մարդը մերած է համարվում դարձյալ չեն կարող այդ մարդուն կանչել որտեղ իր փոխարեն ուրիշն է մերել մեր փոխարեն Հիսուս մերավ մենք մերած ենք համարվում եթե մեկը բոլորի համար մերավ ուրեմն բոլորը մերան եւ դա կատարվեց խաչի միջոցով մեր միությունը Քրիստոսի հետ խաչի միջոցով այս չի նշանակում երբ Քրիստոս խաչվում է ես էլ խաչվում եմ նրա գողքին մի ուրիշ խաչով կամ երբ ինքը հարություն արավ գերեզմանից ես էլ հարություն արա նրա հետ մի ուրիշ գերեզմանից ալ այդ նշանակում է որ իմ եւ իր խաչելությունը եւ հարությունը նույնացված է որպես մեկ Քրիստոսի մեջ Գիտեք մի համար կա, որտեղ որ Հիսուս հաղթեց ինքը եւ ելավ երկինքը եւ Աստծո աթորի աջ կողմը նստավ։ Ինչպես եք պատկերացնում դա։ Ելավ եւ Աստծո աջ կողմը նստավ ինքը։ Կարելի է պատկերացնում ենք, որ հայրը գահի վրա նստած է եւ աջ կողմն էլ ուրիշ մի աթորի վրա Հիսուս է նստած։ Կարող ենք այդպես պատկերացնել, չէ՞։ Բայց այդպես չի։ Քրիստոս հորը հետ իր աթորի վրա նստավ։ Մեկ աթոր կա այնտեղ, մեկ աթոր։ Ուրիշ աթոր չկա։ Հորը հետ նույն աթորի վրա նստավ։ Երկինքը երկու աթոր գոյություն չունի։ Թեև Սատանան ասեց երկինք ելեմ իմ աթորս Աստծո աջ կողմը դնեմ, բարձրելուն նմանվիմ, բայց երկրորդ աթորի այնտեղ չկա այնտեղ։ Քրիստոս հորը հետ իր աթորը նստավ։ Եվ ձեզի բարի լուր դամ, եթե չեք կարդացել, այդ նույնության գրքի մեջ գրված է, այն որ կհաղթե իմ հորս հետ, ինչպես ես հաղթեցի իր աթորը նստա, իմ աթորս պիտի նստի, այն որ գաղթե ինձի հետ իմ աթորս պիտի նստի։ Մենք Քրիստոսի մեջ իր աթորը նստանք, Քրիստոս էլ մեզ հետ միասին հորը մեջ իր աթորը նստավ, երկնքի մեջ մեկ աթոր կա։ Քավությունը դա է, որ արեց Քրիստոս։ Քավությունը մեգություն է նշանակում։ Այս բոլոր բաները Քրիստոսի մեջ կատարվեց։ Քավություն բառը անգլերենի մեջ եթե գարտակ atonement գրված է։ Բայց դա այդպես է թարգմանվել թարգմանիչների կողմից։
որի բուն նշանակությունն է մարդ եւ Աստված հաշտվել։ Atonement նշանակում է atonement, մեգություն։ Կավությունը նշանակում է մեգություն։ Քրիստոս խաչի վրա մեգություն արեց։ Մենք իր մեջ, ինքը հորը մեջ։ Ուրեմն մեր ամեն ինչը, մեր մահը, մեր հարությունը, մեր կյանքը, ամեն ինչը Հիսուսի մեջ է բախված, ինչպես որ առաջ Ադամի մեջ էր, հիմա հավատացյալների կյանքը Քրիստոսի մեջ է բախված։ Երբ Ադամ մեղանչեց, նա մեռավ Աստծո համար։ Եվ ես որ բնությամբ Ադամի որդի եմ, ես նույնպես մեռա Աստծո համար Ադամի մեջ։ Մենք մեռանք այն ժամանակ, երբ Ադամ մեռավ։ Քանզի այն օրը որ ուդես անշուշտ պիտի մեռնես։ Ադամը այդ րոպեին մարմնով չմեռավ, բայց հոգևորապես մեռավ, մինչև որ 930 տարի ապրելուց հետո ինքը մարմնով էլ մեռավ։ Եվ այսօր մենք մահը ժառանգել ենք մեր նախահորից։ Բայց այժմ ես ընդունեցի Քրիստոսը որպես իմ անձնական փրկիչը։ Ես ծնված եմ վերջին Ադամի, որ է Քրիստոս, ընտանիքում, այսպես ես մասնակից դարձա Քրիստոսի կյանքին։ Ուրեմն հետևում է այն, որ ինչ որ Քրիստոսին արվեց, նույնը արվեց նաև ինձ։ Ուրեմն երբ նա մեռավ խաչի վրա, ես մեռա իր հետ։ Երբ նա թաղվեց, ես թաղվեցի նրա հետ։ Երբ հարություն արավ, ես հարություն արա նրա հետ։ Երբ նա համբարձվեց, ես համբարձվեցի իր հետ։ Երբ նա փառավորվեց, ես իր հետ փառավորվեցի։ Եվ երբ ինքը գա նորից, ես էլ պիտի գամ իր հետ նորից։ Կողոսացիս 3:4 համար։ Մեր կյանքը բաղված է Քրիստոսի մեջ, երբ ինքը հայտնվի, մենք էլ նրա հետ միասին փառքով պիտի հայտնվենք։ Երբ մի երեխա ծնվում է, նա մասնակից է դառնում այդ ընտանիքի անցյալ, ներկա եւ գալիք փորձառության։ Հիմա ասենք ով ծնվեց մեր մեջ։ Դանիելը, փոքրիկ Դանիել, ուր է։ Դանիել, ուր ես։ Ինքը այդ ընտանիքի բոլոր ժառանգության մասնակից է, նրա անցյալ եւ աբարնի։ Ներկա եւ գալիք փորձառության, այսպես էլ երբ հավատացյալը դառնում է հոգևոր բնություն, ոչ միայն ապակա ժառանգության, այլ նաև անցյալ Քրիստոսի բոլոր փորձառության։ Մենք ոչ թե միայն գալիք ժառանգության ենք մասնակից լինում Քրիստոսի, այլ անցյալ Քրիստոսի հետ կատարված բոլոր փորձառության մասնակից ենք դառնում։ Դրա համար Հովաննու 15-ի մեջ Տերը այսպես ասեց, Հովաննու 15-ը եւ 18 համարը։ Եթե աշխարհ ձեզ գադե, գիտեք որ ձեզի մի առաջ ձեզ ադեց։ Եթե աշխարհը եղածը լայք, աշխարհ իրենները կստիրեր, բայց որովհետև աշխարհը չեք, հաբա ես ձեզ աշխարհը ընդրեցի, անորամար աշխարհ ձեզ գադե։ Միտքերնիդ բերեք այն խոսքը, զոր ձեզի ըսիտ է, ձարան իր դերոշմեն մեջ չէ, եթե ձեզ հալածեցին, ձեզ ալ պիտի հալածեն, եթե իմ խոսքը սպահեցին, ձերն ալ պիտի բահեն, բայց այս ամեն բաները պիտի ընեն ձեզի, իմ անվանս համար, վասզի չջանցան զանիկա, որ ինձ խրգեց, բայց այս ամեն բաները պիտի ընեն իմ անվանս համար, քանի որ Քրիստոսի հոգին մեր մեջ է,
Քրիստոսի կյանքին հաղորդ եղանք մենք, մահվան, հարության, ամեն ինչին, Քրիստոսի անունը մեր վրա է, Սատանան մեզի հագարակ է։ Ուրեմն ինչ որ Քրիստոսին բադայեց շատ տեքիչ, յուրաքանչյուր հավատացյալներին էլ պիտի բադայի ըստ իրենց հավատքի կարողության չափով։ Ուրեմն լավ բան չենք ակնկալում այս աշխարհի մեջ։ Եթե այսօր մենք խնդրեմ չունենք, փառքաստո որ չունենք, ասվածա չունենանք։ Բայց ուժտե շուտ մի բան կունենանք մի օր, որտեղ այնպիսի հավատացյալներ չկան, որ Քրիստոսի կյանքին մասնակից են եւ իրենք մի խնդրեմ չունենան Սատանայի կողմից։ Բայց քաչասիրտ եղեք, ես աշխարհի հաղթեցի, ասեց Հիսուս։ Հռոմեացի 8-րդ գլուխ 17 համարը գարտամ։ Եվ եթե որդիներ, ուրեմն ժառանգներ, Աստծո ժառանգներ ու Քրիստոսի ժառանգագիցներ, որովհետեւ եթե իր չարչարանքներին գծորդ ըլլանք, իր փառքին ալ հաղորդ ըլլանք։ Ես այսպես եմ դադում, ասում է առաքյալը, այս ժամանակի չարչարանքները բան մչեն, գալիք փառքով, որ մեզի պիտի հայտնվի։ Մեր վարգենական թեթև նեղությունները առավել քան զարավել փարած հավիդենական գերազանցություն են գործում, որ մեզի պիտի հայտնվի։ Ուրեմն մեղքի համար մեր քարոզությունները դեռ պիտի շարունակվեն, որ Քրիստոսի խաչերությամբ մեղքի դադաստանը եղավ։ Երբ մեղավորը ընդունեց Քրիստոսը, որպես իր փրկիչը, առաջին խնդիրը մեղքի հարցն է։ Եթե մեր անօրենությունները դրվեց նրա վրա, Քրիստոսի վրա, ուրեմն դրանք էլ մեր վրա չեն։ Զայն որ մեղ չեր գիտեր, մեր փոխարեն մեղավոր սեպվեց, ինքը մեր մեղքերը իր վրա առավ, եկեք ինձի հոգնած և բեռնավորվածներ, երբ եկանք մեր ամբողջ բերը վերցրեց, մեղքի ծանրությունը մեր վրայից հանեց Հիսուս, վերցրեց իր վրա, փառք իր անվանը, այդ խաչերի օրինակով մենք խոսեցինք, չէ, Աշակովմյան ավազակը ըսավ, դեր իշե ինձ, երբ քու թագավորությունով ըտկաս, և Հիսուս ասեց, այսօր ինձի հետ տրախտի մեջ պիտի լաս։ Նրա մեջ մեղ կար, նրա վրա էլ մեղ կար, բայց քանի որ Հիսուսին ընդունեց, Հիսուս նրա մեղքը արավ իր վրա, իր բերը արավ իր վրա, փառք Հիսուսին։ Մեղքը և մեղքերը դարձյալ պետքություն ունենք գիտնալու էսպանը, և շատ անգամ էլ գրգնել եմ այս մասին, որ մեղքը և մեղքերը տարբեր բաներ են։ Քրիստոս մերավ խաչի վրա, որպեսզի մեղքին քավություն անի, մեղքին և ոչ թե մեղքերին։ Աստված երբեք մեղքերի հետ գործ չունեցավ։ Աստված երբեք այս կամ այն մեր գործած մեղքերի հետ գործ չունեցավ ինքը։ Աստծո ամբողջ գործը մեղավորի, մեղքի հետ էր։ Հիսուս մեղքի համար խաչի ելավ։ Քրիստոս խաչի վրա որպես մեղքին քավություն անի, որպեսզի վճարի ինքը Եթեմում Ադամի կատարած անհնազանդության համար եղած դուգանքը վճարելու։ Անհնազանդության դուգանքը վճարեց Հիսուս խաչապայտի վրա։ Մեղքը, ինչ է մեղքը,
մեր միտումն է միշտ դեպի սխալը գադարել։ Երեխան ծնվում է, մեղքով է ծնվում։ Փոքր դարեկից դեր թոթովախոս սկսում է սուտ բաներ խոսել, սխալ բաներ անել, որտեղ իր բնությունը սխալ է արդեն։ Ինքը ինչով է տարբերվում չափահաս մարդուց երեխան, որովհետև երկուսի մեջն էլ մեղքի թթխմորը կա։ Երեխայի մոտ նոր է սկսվել, խմորել, մեծահասակ մարդու մոտ արդեն խմորել է։ Երեխայի մոտ նոր է սկսվում այփենքիմից։ Մեծ մարդու մոտ արդեն իր գործը դեսել է մեղքը, թթխմորը։ Մեղքը մեր միտումն է, միշտ դեպի սխալը գադարել, որը մենք անվանում ենք բնական հագում դեպի եղձանում։ Depravity, աբագանություն։ Մենք չենք կարող ազատվել դեպի չարը գործող բնությունից։ Դա մեր կարողությունից ավելի է։ Մարդը ինքը իրեն չի կարող ազատել, իրենից դուրս մի ազատություն պետք է, որ իրեն ազատի։ Երկրորդ Կոլոսյան գրքի վրա խաչի նկարը կա, չէ՞, հիշում եք։ Մեղավորը փոսի մեջ Հիսուս ձեռքը երկարում է, մի ձեռքն էլ հորն է դված։ Եթե նա իր ձեռքը չի երկարի, մենք փոսի մեջ կմնանք։ Այդ բնությունից մենք չենք կարող ազատվել, բայց մենք կունենանք դրան հագարակվելու զորություն վերստին ծնունդի միջոցով։ Երբ մենք Հիսուսին եկանք, վերստին ծնունդ ունեցավ, որպես նոր մարդ, որը գոչվում է նոր բնություն, մենք նոր բնություն ստացանք։ Այսպիսով մենք դարձանք երկու անձնավորություն, հին մարդը, Ադամը եւ նոր մարդը, վերջին Ադամը Քրիստոս։ Նոր բնությամբ այս երկուսի մեկը կարող է իշխել մեր մարմինների վրա, նոր մարդը կամ հին մարդը կարող է իշխել մեր մարմնի վրա, նայած թե որ մեկին ենք մենք նախաբատվությունը տալիս։ Priority-ն մենք պիտի տանք դա։ Գողոսացիս 3-րդ գլուխ 5 համարի մեջ հետևյալն է գրված. Երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այնադեն դուք ալ անոր այդ փառքով պիտի հայտնվիք։ Ուրեմն ասում է առաքյալը, ձեր երկրավոր անդամները սպաննեցեք։ Բաղձությունը, անսանց գիրքը, չարցանկությունը, ագահությունը, գրաբաշխությունը, որոնց համար Աստծո բարգությունը անազանցության ворցիներուն վրա գուկա, որոնց մեջ ադեմը դուք ալ գքալեիք, երբ անոնց մեջ կաբրեիք։ Ուրեմն հավատացյալը եկավ Քրիստոսի, բաներ գար, որոնցից ազատվեց։ Okay, հրճատավ։ Ուրեմն հավատացյալը որոշ կոպիտ սխալներ գար, ազատվեց, բայց հիմա առաջ այդպես էիք, երբ տնած մեջ էիք, բայց հիմա մեկտի գծկեցեք դուք այն ամենը մնացածը բարգությունը, սրտմտությունը, չարությունը, հայությունը, անամեստ խոսքերը ձեր բերաններեն, իրարու սուտ մի զրուցեք, հին մարդը իր գործերով ձեր վրային հանեցեք, հակեք այն նորը գիտությունով նորոգված իր ստեղծողին պատկերին պես։ Ուրեմն նայած թե նախաբատվությունը մենք ում ենք տալիս։
այս երկուսի միջև եղած բայկարը, այսինքն հին մարդու եւ նոր մարդու գրված է Հռոմեացիս 7-րդ գլուխ առաջին համարից մինչև 25 համարը։ Դա Պողոս առաքյալի փորձառությունն է։ Ես չեմ վերջացրել, որտեվ ես որ նայեցի ժամը, իմ ժամս գիտեմ, այնպես որ չասեք, որ երկարացրի շատ։ Բայց շուտով կվերջացնեմ։ Ուրեմն Հռոմեացիս 7-րդ գլխի մեջ Պողոս առաքյալի փորձառությունն է, հավատքի գալուց հետո իր փորձառությունն է։ Հռոմեացիս 7-րդ գլուխ Ուրեմն Պողոս առաքյալը մի փոքր իր մասին խոսեմ, որ այս փորձառությունը ունեցավ ինքը արդեն, որ երկու անձնավորություն է տեսնում իր մեջը։ Պողոսի անունը առաջ դարձի գալուց առաջ Սողոս էր, կամ Սավուղ էր։ Սավուղ, Սողոս նույնն են, նույն անունն է։ Պողոս առաքյալը առաջ Սավուղ էր, Սողոս էր, հետո Պողոս դարձավ Քրիստոսին գալուց հետո։ Սողոսը կամ Սավուղը հրյաների առաջի թագավորն էր։ Ոչ աստծո եղավ, ժողովուրդը պահանջեց այդպես եւ չուզելով էլ ընդրվեց այդ մարդը, որպես թագավոր։ Ինքը Բենյամինի ցեղից էր։ Պողոսն էլ Բենյամինի ցեղից էր ինքը, եւ իր ծնողները հավանաբար իբադիվ Բենյամինի ցեղից եղած առաջի թագավոր Սավուղին, իրենց որդու անունը Սավուղ դրին։ Պողոսը ապրում էր Սավուղ կամ Սողոս անունով եւ հալածում էր Քրիստոսի հավատացյալ սիրելի որդիներին, Քրիստոսին էր հալածում ինքը։ Ինքը իրեն թագավորի դեր էր դրել Սավուղի նման, մինչև որ Դամասկոսի ճանապարհին դերը հայտնվեց իրեն եւ լույս փայլատակեց եւ այդ Սողոս Պողոս թագավորը Բենյամինի ցեղից վարանգավձից այլայլված թե ինչ եղավ սա եւ վերևից մի ձայն եկավ, լուսավորվեց, Սողոս, Սողոս։ Ինչու ես ինձ հալածում։ Դժվար է քեզի խթանի դեմքից սարգել։ Խթանը գիտեք, այդ ձիավորները, որ իրենց կոշիկի հետևը դնում են, խթանում են այսպես սուրբաներ են։ Չես կարող սուրբանին հարվածել։ Եվ Սողոսը դարձավ Պողոս մեկից։ Պողոսը գիտեք, փոքր է նշանակում։ Այդ թագավոր Սողոսը փոքրացավ, Պողոս դարձավ, դեր ինչ կուզես որ ընեմ։ Սա մդիր քաղաք քեզի գասեն։ Եվ քաղաքը մտավ, եւ Անանյան նոր մեկը գնաց, ձեռքը վրան դրավ, եւ Պողոսը աղոթում էր, եւ աչքի լուսավորությունը եկավ, եւ ոտքի գեցավ, կերավ եւ մտավ, դրանից հետո եղավ քաչ զինվորը Պողոսը։ Պողոսը դարձի գալուց հետո առաջ մեկ մարդ էր ինքը, Իրուզաս ներանում։ Հիմա դարձու գալուց հետո հայտնաբերեց, որ այս ինչ բան է։ Իմ մեջս պայքար կա։ Քրիստոս ընդունելուց հետո մեջը պայքար կա, նոր մարդը Սողոսը գա, Պողոսը գա, այս ինչ բան է։ Պողոսը Սողոսին, Սողոսը Պողոսին հագարակ են իրար։ Այս ցեզի գարտամ հիմա Պողոսի Սողոսի պատմությունը, որ գրքի մեջ էլ գա։
Հռոմեացիս 7:14-ից 25 համարները գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես սողոս մարմնավոր է մեղքի դակ ծախված։ Ինչ որ անում է, չգիտե սողոսը, ոչ թե ինչ որ ուզում է, այն է անում Բողոսը, բայց ինչ որ ադում է Բողոսը, այն է անում սողոսը։ Եթե չուզած բանն է անում, բայց Բողոսը հավանություն է դալիս օրենքին, թե բարի է, իսկ արդ ոչ թե ես Բողոսն է անում, ապա մեղքը սողոսն է անում, որ իմ ներսիդիս է բնակվում։ Քանզի գիտեմ, որ իմ ներսիդիս, այսինքն իմ մարմնիս մեջ բարի մի բան չի բնակվում։ Գամեցողություն կա Բողոսի մոտ, բայց բարին գործադրել չի կարողանում։ Ոչ թե Բողոսը, որ բարին է ուզում, այն է անում, ապա չարը, որ չի ուզում, այն է անում սողոսը։ Իսկ եթե Բողոսը իր ճուզած բանն է անում, ոչ թե ինքն է անում այն, այլ մեղքը, սողոսը, հին մարդը իր ճուզած բանն է անում, ոչ թե ինքն է այն անում, այլ մեղքը, սողոսը, որ իր ներսիդին է բնակվում։ Ուստի Բողոսը գտնում է մի օրենք, երբ բարին անել գամենում է, չարը, սողոսը, հին մարդը իր մոտ է։ Ներսի մարդուն, Բողոսին, նոր մարդուն նայելով Աստծո օրենքին հավանում է։ Բայց ուրիշ մի օրենք է տեսնում Բողոսը իր մարմնի անդամների մեջ, սողոսին, որ Բողոսի մտքի օրենքի դեմ պատերազմում է եւ Բողոսին գերի է դարձնում մեղքի սողոսի օրենքին, որ իր անդամների մեջ է։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով Բողոսին պիտի ազատի այս մահացու մարմինեն, մահվան ենթակա մարմինեն, գոհություն Աստծո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, ուրեմն ես Բողոս ինքս մտքով Աստծո օրենքին եմ ծառայում, ու սողոսը մարմնով մեղքի օրենքին։ Սրանցից որևէ մեկին ընտրողը մենք ենք։ Մենք նախաբատվությունը պետք է նոր մարդուն տանք, վերածնված մարդուն տանք։ Քրիստոսին պետք է տանք։ Զայս գիտնանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչ ելավ։ Զայս գիտնալով դուք տեզի մերած ծեբեցեք։ Ուստի ձեր մարմնավոր անդամները Աստծուն նվիրեք։ Ուրեմն մենք տեսանք բայկարը պետք է շարունակվի, մինչև հին բնությունը մահով վերջանա։ Ոմանք ասում են, որ նորը գալով հինը դուրս եկավ, այդպիսի բան չկա։ Հին մարդը գա, երկուսն էլ գա, նորն էլ գա։ Հինը անեք, նորը հագեք ասում է, չի առակյալը, երկուսն էլ գա։ Մինչև մեր մահ գերեզմանը, կամ փոխվելու գարկը եթե գա, մինչև այնտեղ հին մարդը պիտի երթա։ Պիտի մնա գերեզմանի մեջ։ Երբ մերելների հարությունը լինի, նոր մարդը հարություն պիտի առնի Քրիստոսով, կամ պիտի վերափոխվի, ու պիտի հափշտակվի Տերոջմով, ու պիտի գոյատևի Քրիստոսի հետ Հավիդյանս Հավիդենից։ Այսքանը այսօրվա մասին Տերոջի խոսքից, Տերը օրհնի բոլորդ էլ, իր փառքի համար ամեն։ Փառք Տերոջը։